Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Գյումրիի ավագանու արտահերտ ընտրությունն է Փաշինյանն անվանում վերջին ճակատամարտ եւ թալանածը հատիկ առ հատիկ հետ բերելու մաշված սկավառակը պտտեցնում։ Ոմանք հազար ներողություն այս բառիս համար առնետների նման պատվալներից դուրս են եկել փողոցներում քայլում են քաղաքական արշավ են իրականացնում եւ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Փաշինյանը իր եւ կնոջ թալանը թող հետ բերի, ոչ թե նրանց։ Փաշինյանը թալանի մասնակից է, գիշեր ցերեկ։ Թալանի մեխանիզմները կատարելության հասցնելու համար մեղադրվող Փաշինյանը նորից խոսում է Սերժ Սարգսյանի փեսայի, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների իր ձևակերպման ապօրինի գույքերի մասին։ Նախ Գյումրիում մինչև նախագահ Քոչարյանի անունը տալը ինքը գոնե վերջի 7 տարում թող Գյումրիում 7 հատ փայտից տուալետ սարքեր։ Այդ առաջինը։ Երկրորդը, այս իշխանությունները երբեք կոռուպցիայի դեմ չեն պայքարել։ Իրանց ամբողջ պայքարը եղել է նրա համար, որ իրենք գլխավորեն ու իրականացնեն այդ կոռուպցիան, ստանալով համապատասխան ոսկերը։ Երրորդը, մաշվածության մասին խոսալուց հիշենք, որ իրենք են ամենամաշված եւ ծակ քաղաքական հոտավետ գուլպա հիշեցնող իշխանությունները, որոնք վստահ եմ շուտով մեր ժողովրդի կողմից կնետվեն աղբանոց։ Ու հնարավոր է դա տեղի ունենա հենց Գյումրիում։ Փաշինյանի գարնանային սրացումները սկսվել են Գյումրիում իշխող ուժի աննախադեպ ցածր վարկանիշի պատճառով, նկատում են բազմաթիվ վերլուծաբաններ։ Ըստ նրանց Facebook-յան ռիլի համար Կիրակի բեմադրված այս տեսարաններն էլ հաստատում են ԿՊ-ի ռեյտինգը գահավիժում է Հանրապետության երկրորդ քաղաքում։ Գյումրիում Փաշինյանին ջերմ դիմավորողների բազմության մեջ միայն 14-ն են այն տարիքին, որ ընտրելու իրավունք ունեն։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը կարծում է, որ Փաշինյանի կիրակնօրյա շաղակրատանքի պատճառը միայն իր ռեյտինգի անկումը չէ։ Իսկ ընդհանրապես մի առաջարկ ունեմ, մարզային այցելությունների ժամանակ այդ մարդուն ընդհանրապես էլ օղի չլցնեն, որովհետև թե տվյալ օրը, թե հաջորդ օրը իրան adekvat չի պահում։ Այսինքն գնալ կանգնել Գյումրիում խոսել 18 թվականից արդեն բոլորին ձանձրացրած բրաբուս կոպեկներից, հետո աշխատանքային երկուշաբթին երկրի առջև ծառացած այս խնդիրները թողնելով, սկսել ներքաղաքական պիտակավորումներով խոսույթից, իսկապես կարելի է նաև վերագրել վատ օղուն կամ շատ խմացությանը։ Քարոզարշավից մեկ շաբաթ առաջ այսպես կոչված ապօրինի գույքի վերադարձի մասին Փաշինյանի 7 տարեկան երգը Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին է անգամ ստիպել խախտել 6-ամսյա լռությունը։ Սևբերդի շուրջ քրեական պատմությունների ֆոնին էր Բալասանյանի դաշինքը թողել Գյումրիի կառավարումը։ Հիմա Փաշինյանը խոստանում է ժողովրդին վերադարձնել իր բառերով ապօրինի գույք Սևբերդը։ Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծուկ հրեական գործը վերաբերվում է ոչ թե Սևբերդ ամրոցին, այլ դրան հարակից հողերին։ Կարծում եմ քեզ զեկուցող տգետներ շատ կան։ Ճակատամարտը ուրիշ տեղեր պետք տալ Փաշինյանին հիշեցնում է Գյումրիի նախկին քաղաքապետը։ Այդ անձը խոսեց վերջին բոյի մասին։ Ասեմ, որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում Սևբերդի դեմ։ Վերջին բոյին պատրաստ են գյումրեցիները, կարծում են հայրաքաղաքի ընտրապայքարին մայրաքաղաքից հետևողները։ Գյումրին, որ իրենց երեցին թքեց, իրենք կորած են իրենք։ Գյումրին պետք է կատարի ճիշտ ընտրություն, որովհետև այլևս հնարավոր չէ հանդուրժել ցանկացած ոչ գյումրեցուն վայել եւ հարիր արտահայտություններ։ Երևանցիները կարծում են Փաշինյանի թիմը չի վերարտադրվի Գյումրիում, ընդդիմության վարկանիշն ակնհայտորեն շատ բարձր է այնտեղ։ Գտնում եմ տղամարդկային։ Ու Փաշինյանի մերձավոր շրջապատում առնվազն մեկ հոգի դա շատ լավ գիտի, գյումրեցի նախկին լրագրող, հիմա վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Պարոն Ղուկասյան, ձեր վերադարձը մեջ քաղաքականություն իսկապես շատերի խաղաքարտերը խառնել է այսօր։ Ղուկասյանի գրասենյակը սուտ է որակել Փաշինյանի այն պնդումը, թե նախկին քաղաքապետը ընտրապայքարի մեջ է մտել, փորձելով փրկել իր իբր ապօրինի գույքը բռնագանձումից։ Ամոթել եմ զգում։
6-րդ դասարանի տարական հասարակագիտություն իմացող երեխան նույնիսկ գիտի, որ յուրաքանչյուր պաշտոնավոր օրենքի կամ դատարանի վճռի առջև հավասար է ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։ Այդ պարագայում ինչպես կարող է քաղաքապետ առաջադրվելու շարժառիթը լինել դատարանի կայացրած վճիռը բեկանելը։ Ճակատամարտի մասին Փաշինյանի հայտարարությունն էլ անարձագանք չի մնացել Ղուկասյանի խոսքում։ Գյումրու քաղաքապետ Ղուկասյանն իր պաշտոնավարման ժամանակ փոխել է 3 նախագահ եւ 5 վարչապետ, գրել է նա եւ վստահեցրել Փաշինյանը լինելու է 6-րդը։ Ալբերտ Սերոբյան, Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։